Խողոմաշյան, թե անդրադառնանք լիցենզիայի զրկելու ԿՑՀ որոշմանը, հաշվի առնելով նաև ձեր պաշտոնը, սա ինչպես կանդրադառնա Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության վրա, որովհետև տեսնում ենք իշխանությունները պարբերաբար խոսում են ներդրումների մասին եւ այլն եւ այլն, խնդրեմ ձեր դիտարկը։ Ասել, որ մենք չէինք սպասում։ Մի քիչ առաջ եկեք դուք։ Հա, ես։ Ասել, որ մենք չէինք սպասում այս որոշմանը սուտ կլինի, բնականաբար իշխանության բոլոր քայլերը հենց դրան էլ տանում էին։ Ինչ կարող եմ ասել ներդրումային միջավայրի մասին, այսօր գործընկերներիս հետ հենց այդ վերջին 5 ամիսների ներդրումային միջավայրն էինք վերլուծում մեր երկրի եւ եկանք այն եզրահանգման, որ որևէ նոր ներդրումներ այս 5 ամսվա ընթացքում, որոնք որ մինչ այս պայմանավորված չէին եղել, մեր տարբեր գործարարների հետ չեն եղել։ Դա նշանակում է, որ բնականաբար նման ճգնաժամային իրավիճակում որևէ լուրջ կազմակերպություն չի կարող հայտնվել, որը որ կցանկանա ներդրում անել Հայաստանում, այն էլ միջազգային, հաշվի առնելով նաև այն փաստը, որ հետի գործը նաև արբիտրաժային դատարանում է գտնվում։ Խողոմաշյան, ձեզ համար ամեն դեպքում սպասելի էր այս սցենարը, որի վերջում նաև լիցենզիայից կզրկեն, եւ սա ինչպես եք դուք բնութագրում, սա այդ ազգայնացման ճանապարհն է, թե հենց խլում է։ Ոյ, շատ դժվար է այդ դիրքորոշումը հայտնել, կարծում եմ ազգայնացման ճանապարհին են եւ շատ վատ սցենար կստացվի, եթե իրականանա իրենց նպատակը, որպեսզի օտար երկրյա, չեմ ուզում նշեմ, որ երկրի որևէ կազմակերպություն աճուրդի միջոցով, թե ինչի միջոցով չգիտենք, գնի հեծը, տեսնենք ինչպես կլինի։ Նախորդ սեփականատերը տվյալ դեպքում Տաշիր կապիտալը արդյոք ունի վերահսկողական մեխանիզմներ տեսնելու, թե ով է լինելու հաջորդ գնորդը։ Այս պահին ոչ, պարոն Ղազենյանի հետ կարող եմ այդ հարցով խոսել, որպեսզի ճշտեմ, կարծում եմ այս փուլում ոչ, հետագայում միգուցե։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։